Ուրեմն ասում եմ, որ խաղաղությունը կարող է լինել կայուն եւ հարատև, երբ որ այն արդար է։ Արցախի հարցում Արցախի խնդրի լուծումը ցավոք սրտի այս պահի դրությամբ արդար չի։ Եվ դրա որպես հետևանք, այսպես ասած, ճակերտներում խաղաղությունը երբեք չի կարող լինել խաղաղություն իր իսկական իմաստով, որովհետև խաղաղությունը լինում է, երբ որ մարդիկ իրար հետ շփվում են, մարդիկ իրար հասկանում են, մարդիկ իրենց արժեքները չեն ոտնահարում, չեն կորցնում, իրենց հաջորդ եկող սերունդներին փոխանցում են այդ արժեքները, որպեսզի իրենց ինքնությունը չկորցնելով մնան խաղաղ հարաբերությունների առումով։ Ես առումով բնականաբար համաձայն չեմ այսօրվա իշխանության մեջ գտնվող մարդկանց տեսակետին, որ կարելի ամեն ինչ մոռանալ եւ ուրեմն խաղաղ ապրել։ Նման բան չի լինում։ Այսօր նաեւ հաղթանակի օրն է, շատ կարեւոր է։ Մենք երկար տարիներ այն տոնել ենք որպես եռատոն, որովհետեւ այն բացի երկրորդ համաշխարհային կամ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակից, նաև Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի օրն է, որը շատերը մոռանում են։ Եվ սա մեր հպարտության ակունքն է, մեր հպարտությունը պիտի լինի, որը որպես արժեք մենք պիտի փոխանցենք մեր հաջորդ եկող սերունդներին։ Եվ հատկապես ուզում եմ կարևորել այստեղ այս վայրը, որտեղ մի կողմից մենք ունենք հաղթանակը խորհրդանշող հուշարձան, մնացած ատրիբուտները, ինչպես նաև դուք տեսնում եք իմ թիկունքի հետևում, որը իսկապես մեր թիկունքի հետևում մեզ մղում է դեպի հաղթանակ, դեպի արդարություն եւ դեպի խաղաղություն, մեր Արարատը, որը մեր ազգային արժեքն է, առանցքը, որի շուրջ ձևավորվել է այսպես թե այնպես մեր ժողովուրդը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։